Սպյուրքը հիմնական իմաստով ձևավորվել է մեր ողբերգությունների հետևանքով։ Հիմնականում նախ մտածողության ողբերգությունն է ողբերգություն միջավայրից, երբ որ դժվարության պահին դու տեղ փոխում ես, բայց ստիպված սպյուրքից ծնված սպյուրքի առաջացումը նաև ստիպված լինելու պատճառով, ողբերգությունների պատճառով, որը ժամանակի ընթացքին պետք է ընդունել նաև այս մասին։ Օրհնություն է դարձել նաև մեզ համար, բայց մենք ինչքանով ենք դա կարողացել լիարժեքորեն օգտագործել, սա ուրիշ հարց է։ Նույնիսկ ես միշտ ասում եմ, Աստված այդ ողբերգությունների մեզ պատահած ողբերգությունների միջից օրհնություն է դարձել մեզ համար, մեր սպյուրքյան կյանքը կամ սպյուրքը որպես այդպիսին, որ սպյուրքը մեկ միավոր չի, բազմաթիվ բաղադրիչներ ունի։ Ես այնտեղ 10 տարի լինելուց երիտասարդության մեկ բանի մասին եմ խոսել։ Երեք ավելի մեկ համատեքստում։ Առաջինը միշտ ասել եմ, որ մենք գրքի մեջ արձանագրված է դա, մենք մոռացված ազգ լինելուց պետք է մոռացված ազգի հայեցակարգով պետք է ընթանանք հաղթանակած ազգ դառնալու տեսիք իրագործելու։ Երկրորդը մի մոռացեք, այս բազմահաս մշակույթների մեջ մի մոռացեք, որ դուք ընտրված ազգ եք, ընտրված ցեղի ազգի զավակներ եք։ Սա իմ պատգամը չի միայն, մեր հայրերի պատգամն է։ Եվ երրորդը միշտ մտածեք հաղթանակած լինելու մասին։ Ինքդ քեզ հաղթելով եւ նաեւ այդ ընտրված ազգ լինելուն համահունչ գործելու եւ հասարակության մեջ ինքդ որպես այսպես ասած խորհրդանշական կերպար կամ ամբողջացնող կերպար քո ազգին մտածելով որ նաեւ քո միջոցով քո ազգի հաղթանակն կամ քո ցեղի հաղթանակը ինչ կերպով ուզում է լինի դրսևորվել, ոչ թե միայն պատերազմի ժամանակ, կրթության մեջ, գիտության մեջ, ամեն։ Սա է մշտապես պատգամ եւ գրքի մեջ դրանք բացել։